սկսվեց նրանից, որ մենք մոտ 7-8 երիտասարդներով զբոսնում էինք Կարապետիչում։ Սկզբից լսեցինք ոստիկանական մեքենաների ձայները, այնուհետև տեսանք ոստիկանության տարբեր ստորաբաժանումների շատ արագ հոսքը դեպի խնկո-ապոր գրադարան Տերյան փողոցի կողմից։ Եվ մենք բնականաբար, ինչպես ամբողջ ժողովուրդը, հետաքրքրված նրանք թե ինչ են կատարվում, շարժվեցինք դեպի այդ կողմ։ Հասնելով Տերյան փողոցին, արդեն նկատեցինք, որ այնտեղ տեսանք Տիգրան Առաքելյանին մոտ 20-30 ոստիկանության հատուկ ջոկատայինների սպանում։ Դրանից հետո արդեն, երբ ես փողոց անցա, առաջինը մեր երիտասարդներից ես հասա այնտեղ, երբ ես փողոց անցա, այնտեղ արդեն տեսա Տիգրան Առաքելյանին գետնին ընկած։ Գետնին ընկած մի քանիսը շատ քչերը փորձում էին դադարեցնել այդ քաշքշոցը ոստիկաններից, մեծ մասը քաշքշում էին, մոտ 2-3 հոգի ուժեղ հարվածներ էին հասցնում նրան։ Ես մոտեցա նրանց, հենց այդ պահին լսեցի նրանց հրամանատարներից մեկի ձայնը, որ հեսա սրանք էլ եկան, Լևոնակապելը, ու նույն ագրեսիայով նրանք շարժվեցին նաև իմ վրա, դե ինձանից հետ արդեն մյուս երիտասարդներն էին։ Այդ պահին արդեն ես իմ աջ կողմում պես Արտակ Կարապետյանի գետնին ընկած, նույն ձև նրան հանդեպ էին բռնություն գործադրում։ Ես վրացի մեջքով, որպեսզի պահեմ առաջ գալը նրանց հայհոյանքները, որտեղ մեր հետ աղջիկներ կային նաև, որոնք շատ վախեցած էին, նրանց նույնպես քաշքշում, հայհոյում։ Նրանց հրամանատարներից մեկին ես փորձեցի հորդորել հանգստացնել իր ենթականերին, սակայն նա ոչ մի բանով չարձագանքեց իմ հորդորներին։ Դրանից հետո Տեր Պողոսյանին, նա նույնպես հրամանատարական կազմից է, ասեցի, որպեսզի նա հանգստացնի հատուկ ջոկատայիններին։ Զարմանալից նա հետ ֆռած ու ասեց ու կոչարեց հետ գնալ։ Մի պահ մոտ 2 րոպեի չափով ամեն ինչ 1 րոպեի չափով ամեն ինչ հանգստացավ։ Այսինքն նա կարողացավ հետ քաշել վերևներին, մեր մեջ առաջացավ մոտ 1 մետրի տարածություն, սակայն նրանց շարքերում շատ էին այնպիսիները, որ արդեն լիովին կորցրել են իրենց վերահսկողությունը։ Հատուկ ջոկատայինները սկսեցին հարվածել ինձ։ Դրանից հետո ես տեսել եմ արդեն ինչպես են Վահագն Գևորգյանին գետնին գցում, փորձել եմ միջամտել, այդ ժամանակ 2-3 հոգի արդեն չեմ տեսել, հետևից մտել եմ թևերս, մի անգամից ձեռնաշղթաները գցել են ձեռներս։ Ձեռնաշղթաները այնպես էին պահում, որ անպայման ցավացնի, հետքերն էլ կա, որ մնացել է ձեռնաշղթաներից, այսինքն ձեռնաշղթաները հասել են մինչև մատներս քաշելուց։ Իբր թե ինձ բերման էին ենթարկում, բայց եթե բերման ենթարկեին, ինձ պետք է տանեին լրիվ հակառակ կողմ, այսինքն դեպի Տերյան փողոց, որտեղ մեքենաները այնտեղ են կանգնած, բայց ինձ տարան դեպի խնկո-ապոր գրադարանների աստիճանների տակ, որտեղ մարդ չկար, այնտեղ ինձ գցել են գետնին, մի քանի հոգով հարձակվել են վրաս, մեկը հորդորեց մյուսին չգիտեմ դեմքները չեմ տեսել լուսանկարները սակայն կա նրանց։ Ասաց որ դեմքին հանգարց չխփես, մնացած տեղերը ոնց ուզում ես խփի, սպանեք սրանց, սենց բաներ լսեցի, ու մոտ 1 րոպեի չափով երևի հարվածներ են եղել ուժեղ։ Դրանից հետո նոր շենքի կողքով ինձ քաշ տալով տարել դեպի Տերյան փողոց, արդեն դեպի մեքենա։ Մեքենայում նույնպես հարվածներ, հայհոյանքներ, երբ որ ես ասում էի մի խփեք, մի հարվածեք, այնք ասում են ես դեռ խփել չի, ես սիրել է, հեսա հասնենք ոստիկանության բաժին, այդ ժամանակ նոր
վերահսկել է որ հասնելով ոստիկանության բաժին ես եւ Սարգիս Գևորգյանը նույն մեքենայի մեջ էինք խփում էին ինչպես ինձ այնպես էլ Սարգիսին Գևորգյան հասնելով բաժին մինչև հերթապամաս քանի դեռ մենք հատուկ ջոկատայինների ձեռքում էինք այսքան բաժնում էր մոտ 2-3 րոպեի չափով այդ սկզբի պահին եղել են նույն հարվածները, նույն հայհոյանքները փաստաբաններին բավականին երկար ժամանակ ներս չեն թողնում, քանի մենք հերթապամասում էինք, քանի դեռ ոչ մի գործողություն չկար։ Հետո հենց մտել ենք ներս մեկ միանգամից բուժօգնություն ենք պահանջել, որը շատ երկար ժամանակ ուշացել է, նրանք երկար ժամանակ ներս չեն եկել, ներս չեն թողնել բժիշկները մտնել։ Փաստաբանը մոտ 1 ժամ չի կարողացել մուտք գործել ոստիկանություն, այնպեսի այդ ժամանակ ենք նոր սկսենք ինչ-որ գործողություններ կամ մեր նկատմամբ ինչ-որ գործողություններ սկսեն։ Ընդհանրորեն ակնհայտորեն խախտվել են մեր բոլոր իրավունքները։ Երբ որ փաստաբանը արդեն ներսում է, փաստաբանի աչքի առաջ Արտակ Կարապետյանին տանում են սենյակներից մեկը, այնտեղ գցում գետնին, հարվածում Կարեն անունով գերական հետախուզության աշխատակիցներից մեկը և այդ պահից հետո արդեն պարզ է, որ մենք գտնվում ենք ոչ թե ոստիկանությունում, այլ գտնվում ենք հանցագործների ձեռքում, որ եթե Արտակ Կարապետյանին առանձին ծեծում են, բոլորիս էլ ցանկությունն են առանձնացնելու և ուժի գործադրման ցուցմունքներ կորզելու կամ ուրիշ ինչ-որ գործողություններ անելու։ Փաստաբանները ինչի չէին տրամադրում։ Ինչ էին ասում։ Առանց որևէ բացատրության։ Ոչ մի բան։ Ոչ մի բան չեն ասում։ Երբ որ արդեն փաստաբանները ներսն էին, արդեն համեմատաբար նորմալ էր ամեն ինչ։ Բուժզնություն անցան, բժիշկը արձանագրեց, որ բոլորիս մոտ էլ, եթե չեմ սխալվում, բոլորիս մոտ արկային առաջնային ախտանիշ եղել է ուղղի ցնցում, այսինքն կասկած կար ու կարիք կար հիվանդանոցում ստուգում անցնելու, այսինքն ռենտգեն անելու, տեսնելու ցնցում կա, չկա։ Մեքենայի մեջ տանելուց խփել են։ Մեքենայի մեջ խփել են։ Չնայած մեր պահանջների, որ բուժօգնություն ցուցաբերեն, ոչ մի բուժօգնություն չի ցուցաբերել, անգամ ինձ ճնշումս են ստուգել, զարկերակ բան հասկացել եմ, որ լավ չի ընդհանուր առմամբ վիճակը, ճնշում բարձր, բայց անգամ դեղահապ չի տրամադրվել ինձ։ Հերթապամասում երևի գիշերը ժամը 3-ի 4-ի կողմերը արդեն բազմաթիվ քաղաքացիական հագուստով անձինք մուտք են գործում հերթապամաս, որտեղ մենք անգնած ենք և այնտեղ առանց որևէ բան ասելու ուղղակի սկսում են քաշել մեզ ու փորձել առանձնացնել, ինչ-որ առանձին տեղեր տանել։ Հենց այդ պահին հարվածներ են հասցնում փաստաբան Վահե Հովսեփյանին բավականին երկար ժամանակ։ Պատին են հրում ու այդ ձևով խոչընդոտում են Ստեփան Ոսկանյանի ազատ տեղաշարժը և առանց փաստաբանների մեզ առանձին տեղափոխում են տարբեր սենյակներ։ Այդ պահից սկսած ես արդեն կարող ասեմ անձամբ ինձ հետ ինչ է եղել։ Ուրեմն եկել է անհայտ անձ, մտել է այդ սենյակ, չի ներկայացել, նստել է կողքիս, մտել է երկրորդը, նորից չի ներկայացել, պահանջել է, որ ես ոտի կանգնեմ, ես պահանջել եմ, որ նա ներկայանա, ասի թե ինչ է հիմա, ինչ գործողություն է այդ հետատում, նա ոչ մի բացատրություն չի տվել, պահանջել եմ փաստաբանի ներկայություն, ոչ մի արձագանք իմ պահանջին, դրանից հետո առանց փաստաբանի ներկայությամբ նա ինձ հայտարարեց, որ ես ձերբակալված եմ ու արդեն ձեռքով կանչեց ոստիկանության հատուկ ջոկատայինների սպեցնազի, այսինքն դիմակավոր, որոնք ձեռնաշղթաները ձեռներից կապեցին ու արդեն դուրս են հանել դեպի տարել են դիսպանսեր։
ոստիկանության բաժին մենք բերման ենք ենթարկվել, այսինքն մեր նկատմամբ արգելանքը կիրառվել է ժամը 21:00-ից 21:30 ընկած սահմաններում։ Իսկն դա պետք է արձանագրված լինի իրաց մոտ ինչ-որ ձևով։ Բայց երբ որ հասել ենք ոստիկանության բաժին, այնտեղ երբ որ փորձում էին առանց փաստաբանի ներկայության եւ այդ աստիճանի բռնություն գործադրելուց հետո, հայհոյանքներից, սադրանքներից հետո փորձում էին մեզանից բացատրություն վերցնել կամ արձանագրության փաստաթուղթն էին տալիս, որ մենք ստորագրենք, մենք հրաժարվեցինք որևէ գործողության մասնակցել այդ բաժնում կենտրոնի քրեական հետախուզության ներկայացուցիչների, կենտրոնի քննչականի կատարմամբ։ Այսինքն մենք համարում ենք, որ այն հանգամանքը, որ նրանց աչքի դեմ մեր նկատմամբ բռնություն է գործադրվել, նրանց կատարման բռնություն է գործադրվել, չի կարող թույլ տալ, որ նրանք օբյեկտիվորեն կարողանան ինչ-որ փաստեր արձանագրեն կամ ինչ-որ գործողություն անեն։ Դրա համար մենք պահանջեցինք դատախազության հատուկ քննչական ծառայության քննիչների ներկայության եւ այդ դեպքում մենք որևէ խնդրեմ չենք տեսնում մասնակցել քննչական գործողությանը։ Իսկ այդ բերման արձանագրությունները կազմվել է մոտավորապես մեզ բերման ենթարկել ձևի 40 րոպե հետո, սակայն մենք ոչ մի բան չենք ստորագրել։ Բայց ժամբանը տեսել եք գրած։ Չէ, ոչ մի բան չենք տեսել։ Բայց արձանագրությունը կազմվել է 30-40 րոպե հետո։ Այսինքն հրաժարվել ենք ծանոթանանք փաստեր, հրաժարվել ենք ստորագրել։ Ձեռնարկատներ ակցրեցին ինձ ու քաշելով տանան դեպի մեքենա։ Մեքենան մտցնելուց հետո երևի 3-4 րոպե հետո Դավիթ Քիրամիջյանին բերեցին այդ նույն մեքենան մտցրեցին։ Դուռը փակելուց հետո մի հատ դուռը բացվեց։ Վերետավորներից մեկը, որը Դավիթ Քիրամիջյանի վրա օպերայի ակցիաների ժամանակ որ ցուցմունք էր տվել, այդ նույն բերետը եկավ դուռը բացեց, սկսեց հարվածել Դավիթի գլխին։ 2-3 հարված հասցնելուց հետո Դավիթը, որ արդեն մի քիչ ներքև իջավ, գլուխը բռնեց, սկսեցի ինձ խփել։ Սկսեց իմ գլխին հարվածել, նստեց մեքենան ու մեզի սկսեցին տանել ոստիկանություն։ Ճանապարհին կողքից նստած ոստիկանը սկսեց արդեն հայհոյել, հայհոյելուց հետո ձեռքի ասենց հարվածով տվեց դեպի աչունքիս։ Ոստիկանության մտցնելուց հետո, որ տեսան հենց ուզում էին մեքենայից հանեն, տեսան, որ լրագրողներ այնտեղ են, ասեցին առանց ոչ մի բան անելու, շատ հանգիստ, խելոք մտցրեք ոստիկանություն, այնտեղ արդեն ինչ որ պետք է կանենք։ Մտցնելու ժամանակ հենց դռներից ներս են մտցրել, սկսել են հարվածել, հետո տեղափոխել են հերթապահ մաս։ Հերթապահ մասից հետո քեզ են սկսել հարվածել, թե ընդհանուր։ Ինձ իմ հետևում Սարգիս Գևորգյանն էր, Սարգիս Գևորգյանի կողքերին էին հարվածում։ Հետևը արդեն չեմ տեսել։ Հետո հերթապահ մաս մտցնելուց հետո սկսեցին արդեն քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք մտնել ներս, սկսեցին հայհոյել, հրահրում էին, կռիվ էին ուզում սարքեին, հրթում էին, խփում էին, հետո կամերաները անջատում էին, մեզ հայհոյում էին, այդ հայհոյելուց հետո կամերան միացնում էին մեր արձագանքը նկարելու համար։ Տենց երկար ժամանակ տենց սադրանքները գնաց, հետո մեզ փորձեցին առանձնացնել։ Այդ առանձնացնելու ժամանակ մեզ բարձրացրեցին երկրորդ հարկ, երկրորդ հարկում Արտակ Պողոսյանը մի քիչ է, Արտակ Կարապետյանը մի քիչ հետ էր ընկել, իրան Կարենը, քրեականի Կարենը, որը այնտեղ հայտնի է որպես ոստիկանության ծեծողներից, ինքը Արտակին գողացավ մտցրեց սենյակ, հետո լսեցինք Արտակի գոռոցները։ Այդ ժամանակ վազեցինք դեպի սենյակ, դուռը հրեցինք, որ բացվի, տեսանք, որ Արտակի վրա Արտակի գետնին էր ընկած, ու ինքը հարվածներ էր հասցնում։ Այդ ժամանակ ոստիկանության պետը արդեն եկավ, ասեց, որ բաց թողեք բան, Արտակին թողեցին,
մեզ սկսեցին իջացնել դեպի ընդհանուր սենյակ։ Այդ սենյակ մտցնելուց հետո մենք մոտավորապես 2-3 ժամ փաստաբանների հետ փակված ենք գնացել այնտեղ։ Ներս մտան ուրիշ մի մոտավորապես 10 քաղաքացիական հագուստով անձինք, ասացին, որ ձերբակալված եմ, այդտեղ պահանջեցին նորից փաստաբանին, մերժեցին փաստաբանին իմ մոտ բերելու իմ պահանջը։ Ինչ մեկնաբանեցին։ Ինչի իման վրա։ Ոչ մի բան չէին ասում, ասում են իրավունք չունես փաստաբանի։ Այդ ժամանակ ներս մտավ դիմակավոր 2 հոգի, այսպես նազից, ձեռքերս ձեռնաշխտաններ լուծրեցին ու իջացրեցին դեպի մեքենաները։ Այդտեղից տարան մեզ դիսպանսեր, դիսպանսերը ստուգելուց հետո արդեն տեղափոխել են կապեզերից։ Դիսպանսերում նորմալ ստուգել է։ Դիսպանսերում Հրաժարվել եմ ես տեսել եմ, ես ստուգվել եմ, բայց հետո տեսել եմ ինչպես են վահագին հարվածելով դիսպանսերից անում։ Ես հենց մուտքի մոտ էի, մեքենայով կանգնած, քաղաքացիական հագուստով անձինք վահագին հարվածելով տարան դեպի Chevrolet մեքենա։ Տերյան փողոցի վրայից նկատեցի, որ մյուս կողմում ծեծվում են իմ ընկերներ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը։ Փողոցը անցա, միջև այդ խմբին հասնելը մատնանշվել, ես ու մեզինց էլի մի քանի հոգի մատնանշվել ենք հատուկ ջոկատայինների հրամանատարի կողմից, մատնանշվելուց հետո մեզինց յուրաքանչյուրի վրա հարձակվել են 5-ից 10 կարմիր բերետավորներ։ Մատնանշվել այսինքն Մեզ մատով ցույց է տվել իրենց հրամանատարը, այնտեղ եղել է շատ մեծ, մարդկանց շատ մեծ կուտակում եղել։ Այդ մարդկանց կուտակման մեջ մեզ անհատական մատնանշել է, կարծեմ Տեր Թաթևոսյանն է այդ հատուկ ջոկատայինների հրամանատարի անունը, ազգանունը։ Մատնանշումից հետո, երբ որ մենք արդեն անցանք փողոցը, մենք փողոց արդեն անցել ենք, երբ որ մատնանշվեցինք, մեր վրա հարձակվեցին 5-ից 10 հատուկ ջոկատայիններ, միջև մեր վրա ձեռնաշխտաներ հագցնելը, ըստ էության մենք որևէ դիմադրություն ցույց չենք տվել, որևէ սադրանքի չենք տրվել։ Մենք փորձում ենք պարզել ինչ ա եղել, ինչ է Տիգրանին ծեծում, ես մի բան փորձում էի նկարել, թե ոնց է Տիգրան Առաքելյանին ծեծի ենթարկում։ Հեռախոսս ընկավ գետին, աղջիկներից մեկը մեր վերցրեց, ինձ ձեռքերս ոլորեցին ու ըստ էության բոլորին ում ծեծի են ենթարկել, արդեն ձեռնաշխտաներով կամ ձեռքերը ոլորված վիճակում։ Մեզ տարան նստացրեցին մեքենաները, ես ու Տիգրան Առաքելյանը նստած ենք եղել, բերման ենք ենթարկվել նույն մեքենայով։ Մեքենայի մեջ հետևի նստային ենք բնակաբար նստած եղել, ես Տիգրան Առաքելյանը ու 2 բերետավորներ։ Այդ հատուկ ջոկատայիններից մեկը Տիգրան Առաքելյանին սկսեց խեղդել մեքենայի մեջ։ Ու Տիգրան Առաքելյանը խեղդվում է, ինչ-որ օգնության կանչեր անում, ես փորձում եմ ինչ-որ ձև օգնել Տիգրանին։ Արդեն պրոսպեկտի վրա Տիգրան Առաքելյանը գիտակցությունը կորցրել էր համարյա։ Այդ ժամանակ մեքենան վարորդը ու վարորդի կողքի նստած ոստիկանության աշխատակիցը տեսան, որ Տիգրան Առաքելյանը հնարավոր արդեն մահանա, կանգնացրեցին մեքենան, իրանք էլ կանգնացրեցին մեքենան, Տիգրան Առաքելյանի վիզը թողեցին ու հետո մեքենան նորից շարժվեց ու արդեն երբ որ հասնում էինք բաժին, այդ ժամանակ նորից սկսեց այդ նույն բերետավորը Տիգրան Առաքելյանին խեղդել, ասում էր բանը, բա կարող եք գիտեք ձեզ մասաժ եմ անում, պետք է սպանեմ բան, սենց ինչ-որ բաներ էր ասում։ Մեզ մտցրեցին բաժին, ինձ ու Տիգրան Առաքելյանին, Տիգրան Առաքելյանը ակնհայտորեն բուժօգնության կարիք ուներ, պարկած էր, թույլ էր, չէր կարողանում խոսեր, հետո ինչ-որ փսխեց Տիգրան Առաքելյանը։ Ոստիկանության բաժնում մեր հանդեպ բռնությունները շարունակվել են, խախտվել են մեր իրավունքները, մեր փաստաբան ունենալու բուժզնության ենթարկվել իրավունքներն են խախտվել։ Ուշացումով մոտ մի ժամ կամ ավելի մի ժամ հետո փաստաբաններին մի ձև հաջողվեց ներս մտնել, նաև ներս մտան շտապօգնության աշխատակիցները, շտապօգնությունը արձանագրեց, որ մենք ունենք վնասվածքներ, մեզ պետք է տանել հիվանդանոց, այդ մեր ներկայությամբ իրանք տենց ասեցին, սակայն հետագայում հրաժարվեցին մեզ տանել հիվանդանոց։
Բաժնում մեզ բարձրացրել են երկրորդ հարկ, բռնություններ էին մեր հանդեպ կիրառում, ծեծիա ենթարկվել ոստիկանության բաժնում, նաև մեր փաստաբաններից մեկը մյուսի հանդեպ կիրառվել է բռնություն, ձերբակալման որոշումը մեզ ներկայացնելու ժամանակ, այսինքն քննչական գործողություն է մեր հետ արվել, առանց փաստաբանի ներկայությամբ, օրինակ ես ինձ առանձնացրել են բռնություններ կիրառելով իմ հանդեպ, տարել են առանձին սենյակ, սենյակում եղել է քննիչը, քննիչից պահանջել եմ քննչական գործողությունը իրականացնել իմ փաստաբանի ներկայությամբ, քննիչը հրաժարվել է, ասել է, որ ես ձերբակալված եմ, բաժինը սենյակ են մտել 2-6-րդ վարչության աշխատակիցներ դիմակավորված, ինձ ձեռնաշխտաներ են հագցրել, նստացրել են մեքենա, տարել են դիսպանսեր։ Ես հասա արդեն տեսա, թե մեծ քանակությամբ բերետավորներին ու կողից էլ շատ քանակությամբ ժողովուրդ, որը ուղղակի եկել էին նայելու, նույնը որ մենք էինք մտածել։ Ու Տիգրան Առաքելյանին գետին ընկած հարվածում էին, գլխին ու մեջքին, ձեռքերը բռնած։ Այդ ժամանակ երբ որ մենք տեսանք եւ փորձեցինք մոտենալ Տիգրան Առաքելյանին, արդեն միանգամից բախում տեղի ունեցավ բերետավորների ու մեր միջև, ես չհասկացա ինչի է այդպես բան եղավ։ Շարունակում էր այդ բախում մի քանի րոպե, հարվածներ բան իրար իրանց կողմից մեզ։ Այդ ժամանակ ես ընկերոս, որը այդ ամեն ինչի մեջ էր, մի կողմ տարա, որպեսի հանգստանա, երբ որ տարա ու հետ եկա, երբ որ հետ գալուց արդեն նորից մի անգամից ուժեղ հարվածներ դեպի իմ հանդեպ եղան, ու այդ ժամանակ ես հենց բան հագցրեցին, ձեռքերիս շղթաներ հագցրեցին, ու սկսեցին հարվածներ տանելով, ասեց տենց հայվեյանքներով բան, ինձ տարան դեպի կաֆեան։ Կարապիլիջից վերև կաֆեի դիմացը մեքենա ոստիկանության, որտեղ մտցրեցին ինձ, շատ ուժեղ էին կապված ձեռնաշխտաներս, հետո որ մտցրեց հայվեյանքներ տվեց, հարվածեց գլխիս, շատ ուժեղ էր, ես ճանապարհին ասում էի, գոնե թուլացրեք բան, այդ ժամանակ սահակին հարվածեցին, երբ որ այնտեղ իջացրեցին, արդեն նկատել էին, որ լրագրող կա այնտեղ, ոստիկանության բաժնի դիմաց, եւ այդ պատճառով այդ ընթացքում հանգիստ ինձ մտցրեցին, այսինքն ոչ մի հարված բան չարեցին, հանգիստ մտցրեցին ոստիկանության բաժին, ոստիկանության բաժին ես մտնելով տեսա մի խումբ բերետավորներ, որոնք հայհոյում էին ու անդադ նայում էին, թե ով կա, ինչ է կատարում։ Այդ հետապահ մաս մտա ու տեսա, որ գետին հանգած Տիգրան Առաքելյանը շատ վատ վիճակում, ես ինձ ասում որ ուղղությունում եմ ստացել, հետագայում պահանջեցինք բժիշկների առկայությունը, այսինքն որ գան մեզ տեսնեն, թե ինչ վնասվածքներ ունենք։ Դրանից հետո անդադ բերետավորները գալիս էին մեզ հայհոյում էին ու մեր արձագանքները անում եւ նկարահանում էին բանով, իրենց մոտի կամերաներով։ Դրանից հետո արդեն եկան ոստիկանության այդ բաժնի պետը մեր հետ զրուցելու բան, փորձելու որ մենք առանձին գնանք բան, առանց փաստաբան, մենք փաստաբան ենք պահանջել, փաստաբան չերեք է։ Փորձում էին առանձնացնեին ու առանձին տեղեր տանեն, մենք չենք համաձայնում, որովհետև մտածում ենք, որ այսինքն այն ինչ մտածում ենք դա տեղի ունեցավ հետագայում, մտածում ենք, որ կարող է բռնություն կիրառեն մեր նկատմամբ։